Ջավախք Լեռնաշխարհի գողտրիկ մի անկյունում է գտնվում Հեշտյա գյուղը։ Այն իր գեղեցկությամբ աչքի ընկնում տարվա ցանկացած ժամանակաշրջանում։ Այս գյուղը շրջանի շատ գյուղերից տարբերվում է նրանով, որ ունի հանգստի գոտի, Մշո այգի, որը կառուցվել է վերջերս, գյուղում և Ռուսաստանում բնակվող բարերարների ֆինանսական աջակցությամբ։ Ամռանն այստեղ շատ գեղեցիկ է։ Գյուղի բնակիչները հնարավորություն ունեն անցկացնելու իրենց ազատ ժամանակը։ Մեծահասակները սեղանի խաղեր են խաղում, իսկ փոքրիկները զվարճանում են խաղահրապարակում։ Ձմռանը, երբ հնարավոր չէ ժամանակ անցկացնել դրսում, գյուղի տարեցները հավաքվում են վարչական շենքի մի սենյակում։ Ճիշտ է, տարածքն ապահովված չէ ջեռուցմամբ, սակայն շատ ցուրտ չէ և հնարավոր է մի քանի ժամ անցկացնել այստեղ։ 11-ին էլի ուշ 2 ժամ կզբաղվենք նարդիը, թուղթը, կերտանք տնենք։ Ցուրտ է, այդքան չէ, բայց ցուրտ է։ Կարելի է ասենք բամի միացնել, հետո չեմ ոգի միացում։ 50-ից մարդիկ գիկան։ Ջայլեն այստեղ չեն գա, ջայլեր կերտան սպորտ զալ, կերտան տեղ կա, ուրիշ ժամանակացնել տեղ կան, տեղ կերտան։ Դոմինո, նարդի, թուղթ և այլ խաղեր են խաղում գյուղի տարեցները։ Նրանց օրը սկսվում է կեսօրից հետո, երբ ավարտվում է ընտանի կենդանիների խնամքը, իսկ իրենց ժամանցի սենյակում սառնամանիքը մեղմանում է արևի ճառագայթներից հասած տաքությամբ։ Մինչև ժամ 4-ին մարդիկ ժամանակ ընծու կերտան տնի։ Ինչ թուղթ խաղանք, նարդիկ խաղան, շաշկի խաղան, բլոտ խաղան, տարբեր տեսակ խաղեր։ Պայմանները ինչպիսին են։ Պայմանը շատ լավ է, ցուրտ եղավ, քչում ցուրտ է, լավ է, ինչ, դերսեխո կեշ չէ, դուք տակնալու չեկաք ու դա, միակ լիկանք տակնակ, ժեղլինք կերտանք, ժամանակ ընծուն, շատ լավ է։ Հարցազրույց ունեցանք Հեշտյա գյուղի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։ Ինչպես նշեց ներկայացուցիչը, գյուղի տարեցների համար նախատեսված սենյակը վերանորոգված է և կահավորված, բացակայում է միայն ջեռուցումը։ Սակայն այս դեպքում էլ նրանք կարող են իրենց ժամանակն անցկացնել սեղանի խաղեր խաղալով։ Մեծահասակների համար զբաղմունքի վայր մենք վարչագաշենքում, Հեշտյայի վարչագաշենքում մենք շենքի մեջ մեկ սենյակ վերանորոգեցինք։ Ձմեռների ընթացքում մեծահասակները զբաղվում են այդ վարչագաշենքի սենյակներից մեկում։ Ուղղակի չունենք ջեռուցման հնարավորություն, մնացած հարմարությունները լրիվ կան, մեծահասակները իրենց ազատ ժամանակ ձմեռվա ընթացքում զբաղվում են այդ սենյակում։ Ազատ ժամանակ իրանք նարդի, թղթախաղեր, շախմատ նման տիպի խաղերով իրաց ժամանակը անցկացնում են։ Ամառվա ժամանակ էլ դուրսը տակ է, մենք Հեշտյայում ունենք զբոսայգու մեջ է, իրանք իրաց ազատ ժամանակը անցկացնում են այդ զբոսայգու մեջ։ Ընդհանուր առմամբ այդ երկու վայրերն են, որ իրենց ժամանակը անցկացնում են մեր տարեց մարդիկ։ Մշո այգի ունենք մենք, այնտեղ գավակենք։ Ամառը պարկ Մշո այգին, այնտեղ տեղ կա, կերտան բանկ ենինք, ժամանակ ընծունք, շատ լավ, երեխոց համար, ժողովուրդ համար, շատ լավ է հեմի։ Տարվա այս ժամանակահատվածում հատկապես գյուղում ապրող տարեցները զբաղմունք չունեն։ Գյուղատնտեսությամբ և հողագործությամբ զբաղվող գյուղացու համար ձմեռը հանգստի սեզոնն է։ Հենց դրա համար էլ նրանք իրենց ժամանակն անցկացնում են ընկերների ու համագյուղացիների հետ։